Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Դեկտեմբերի 28-ից հունվարի 2-ը այսպիսի եղանակ է կանխատեսվում. Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ին 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 29-ի և 31-ի ցերեկը, հունվարի 1-ին 2-ի գիշերը սպասվում է ձյուն։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ի, 29-ի, 31-ի և հունվարի 2-ի ցերեկն առանձին շրջաներում, հունվարի 1-ին և 2-ի գիշերը շրջաների զգալի մասում սպասվում է ձյուն, դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին և 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հյուսիս-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագության, դեկտեմբերի 30-ին, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժ գնացում 17-ից 20 մետր/վայրկյան, 28-ի ցերեկը լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք ցածր հորիզոնական տեսանելիություն, դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-ի, 30-ին, հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով, դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի գիշերը աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Ինչպես և կանխատեսվել էր դեկտեմբերի 27-ի ցերեկը, 27-ի լույս 28-ի գիշերը ողջ հանրապետությունում դիտվել է ձյուն։ Ձյան ծածկի բարձրությունը դեկտեմբերի 28-ի դրությամբ կազմել է Շիրակում 5-ից 25 սմ, Գեղարքունիքում 3-ից 20 սմ, Սեմյոնովկայում մինչև 44 սմ, Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում 50-ից 100 սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում 21-ից 47 սմ, Արագածոտնի նախալեռներում 4-ից 17 սմ, Կոտայքի լեռնային շրջաներում 35-ից 55 սմ, Կոտայքի նախալեռներում 13-ից 16, Տավուշում 1-ից 15, Լոռիում 4-ից 23 սմ, Վայոց ձորի լեռնային շրջաներում 17-ից 19 սմ, Վայոց ձորի նախալեռնային շրջաներում 12-ից 14, Սյունիքի հովտային շրջաներում մինչև 1, Սյունիքի նախալեռնային շրջաներում 2-ից 4, Արմավիրում 5-ից 10, Արարատում 3-ից 6, Երևանում 10-ից 15։ Որոշ կարևոր լեռնային ճանապարհներ և լեռնանցքներ փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, մի քանիսը դժվար անցանելի, մնացած միջպետական և հանրապետական ճանապարհները բաց են, սակայն պահանջում են առավելագույն զգուշություն։ Ճանապարհաշինարարներն իրականացնում են մաքրման և աղավազով-մշակման աշխատանքներ, սակայն եղանակային պայմանները մնում են ռիսկային։ Հորդոր վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով, պահպանել արագության և հեռավորության կանոնները, խուսափել գիշերային և լեռնային երթևեկությունից, եթե դա խիստ անհրաժեշտ չէ, հետևել պաշտոնական հաղորդագրությունը, ձեր զգոնությունը կարող է փրկել կյանք, անվտանգ երթևեկություն բոլորին։ Մերկասառույցի պայմաններում հիշեք, նույնիսկ փոքր արագությունը կարող է վտանգավոր լինել, արգելակումը կատարեք սահուն առանց կտրուկ շարժումների, վարելու ընթացքում խուսափեք հանկարծակի շրջադարձերից, ցածր տեսանելիության դեպքում միացրեք լույսերը և մառախուղայինները, չմոտենաք ճանապարհի եզրին, որտեղ կարող է կուտակված լինել սառույց, եթե տեսանելիությունը ցածր է, կանգ առեք անվտանգ հատվածում։ Լեռնային և ոլորաններով ճանապարհներին օգտագործեք շարժիչային արգելակում, պահպանեք ուղիղ երթևեկություն, մի փորձեք շրջանցումներ, հնարավորության դեպքում երթևեկեք միայն ցերեկային ժամերում։ Պատրաստված եղեք արտակարգ իրավիճակներում, մեքենայում ունեցեք տաք հագուստ, վերմակ, լիցքավորված հեռախոս, ջուր, սնունդ, լապտեր, առաջին օգնության տուփ։ Մի անտեսեք փակ և դժվար անցանելի ճանապարհների մասին տեղեկությունները, դրանք սահմանվում են ձեր անվտանգության համար։ Հիշեք, ձմեռային եղանակին ճանապարհը սխալներ չի ներում, վարեք հանգիստ, զգուշորեն և իհարկե պատասխանատու։ Դեկտեմբերի 28-ին ժամը 21-ի դրությամբ Վանաձոր Ալավերդի նոյեմբերյան ճանապարհը Ջերմուկի Խաչմերուկից մինչև Զանգեր կոչվող հատվածը, Նորավան, Լծեն, Տաթև, Շինուհայր, Տաթև, Կապան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, Տիգրանաշենի ոլորանները,
Վանաձոր-Դիլիջան ճանապարհը դժվար անցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են, ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղավազով մշակման աշխատանքներ։ Հարգելի վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։